միտուպ ծխախոտով փոխանակված տղան։ Նորվեգական հեքիաթ։ Տրոնելգայի շրջանում ապրում էր մի աղքատ կին։ Նա ոչ տուն ուներ դուռը վրան և ոչ էլ թոնիր խուփը վրան։ Իր որդու հետ թափառում էր շրջանով մեկ և ողորմություն խնդրում։ Սկզբում նրանք միայն իրենց համայնքում էին մուրացկանություն անում, իսկ հետո գալիս են Տրոնհեյմ քաղաքը։ Տնից տուն ընկած ողորմություն են խնդրում, մինչև որ հասնում են քաղաքագլխի տունը։ Քաղաքագլուխը բարի, պատվարժան մարդ էր, քաղաքի ամենաառաջին մարդկանցից մեկը։ Կինն էլ նրան շատ հարմար է լինում, հարուստ վաճառականի ընտանիքից։ Սրանք մի մինուճար աղջիկ են ունենում, և քաղաքագլուխն էլ ուրիշ երեխա այլևս չի ունենում։ Այնպես որ ծնողները սրան և աղջկա տեղ էին սիրում և տղայի, և ոչինչ չէին խնայում։ Եվ ահա նրանց տուն է գալիս աղքատ կինն իր որդու հետ։ Իսկ քաղաքագլխի աղջիկը անմիջապես մտերմանում է աղքատ տղայի հետ։ Քաղաքագլուխը տեսնում է, որ երեխաներն այդպես արագ բարեկամացան։ Տղային պահում է իրենց տանը։ Թող միասին խաղան, ասում է նա։ Այդպես էլ լինում է։ Երեխաները միասին խաղում են, միասին զբոսնում ու կարդում, իսկ հետո միասին էլ գնում դպրոց։ Նրանց բարեկամությունը շատ ամուր էր և երբեք ոչ մի բանում իրար չէին հակաճառում։ Մի անգամ քաղաքագլխի կինը պատուհանի մոտ կանգնած նայում է, թե ինչպես են երեխաները գնում դպրոց, իսկ ճանապարհին անձրևից հետո մեծ ջրափոսեր էին գոյացել։ Եվ քաղաքագլխի կինը տեսնում է, որ տղան սկզբում ուտելիքի զամբյուղիկն է անցկացնում ջրափոսի վրայով, հետո ինքն է թռչում։ Աղջկան ձեռքերի վրա է վերցնում ու անցնում ջրափոսը, կանգնեցնում է գետնին ու համբուրում նրան։ Տեսնում է այդ բանը քաղաքագլխի կինն ու այնպես է գազազում, այնպես է սկսում գոռգոռալ. «Այ տեր-պակաս, ինչպես է համարձակվում ինչ-որ մուրացկանի տղա համբուրել մեր աղջկան, քաղաքի առաջին մարդկանց աղջկան»։ Ամուսինը փորձում է համոզել նրան, ինչեր ասես, որ չի ասում։ Ոչ ոք իբրև չգիտի, թե ճուտը որտեղ կգտնի իր բույնը և ում ինչ է սպասվում։ Տղան բարի ու քաղաքավարի է, և քիչ է պատահում, որ փոքր ծիլից վիթխարի կաղնի է աճում։ Ով այսօր փոքր է, վաղը մեծ մարդ է դառնում։ Չէ ու չէ, քաղաքագլխի կնոջ գործը չէ, թե ով է եղել նա ու ով է հիմա և ինչ պիտի դառնա։ Մի բան է միայն պնդում. եթե աղքատը հարգի լինի, հայտնի չէ, թե ինչպես կպահեն իրեն։ Եվ հետո արծաթը ոսկի չի դառնա, բոշեն էլ երբեք փաշա չի դառնա։ Ու քշում է տղային։ Գործ չունես դու մեզ հետ, կորիր մեր տնից։ Դե ինչ արած։ Քաղաքագլուխը ստիպված է լինում հոգեզավակին տալու նավաշինարարի վաճառականին։ Սա իր երկկայմ առագաստանավով գալիս է Տրոնհեյմ և տղային վերցնում, որպես խոհարարի օգնական։ Իսկ քաղաքագլուխը կնոջն ասում է. «Տղային տվեցի մի վաճառականի, փոխարենը վերցրի միտուպ ծխախոտ»։ Դեռ նոր են խարիսխը բարձրացնում, մեկ էլ ծովագնացները տեսնում են, որ քաղաքագլխի աղջիկը վազում է, դեմքն ամբողջապես կարմրած, մազերը գզգզված։ Հանում է նամատից մատանին և չգիտես, թե որտեղից այնպիսի մի ուժ է ստանում, որ երկու մաս է անում։ Մեկը պահում է իրեն, իսկ մյուս մասը տալիս եղբայրացուին, որպեսզի հետագայում, եթե բախտ վիճակվի հանդիպելու, իրար ճանաչեն։ Նավը հեռանում է ափից, ու թե քանի օր ու քանի գիշեր է լողում, հայտնի չէ։ Վերջապես հասնում է հեռավոր անդրծովյան օտարերկրյա մի քաղաք։ Իսկ այնտեղ այդ ժամանակ ուրախ տոնավաճառ էր։ Ինչ ասես, որ այդ տոնավաճառում չի լինում։ Կիրակի օրը բոլոր ծովագնացները գնում են տոնավաճառ։ Միայն խոհարարի օգնականը մնում է նավի վրա։ Հենց որ սկսում է կերակուր պատրաստել, լսում է, որ նեղուցից մեկը գոռում է։ Վերցնում է մակույկն ու լողում դեպի մյուս ափը։ Գնում և ինչ տեսնում։ Ափին կանգնած է մի զառամյալ պառավ ու նրան կանչում է. «Առնվազն 100 տարի բղավել եմ, կանչել եմ, ուզել եմ մյուս ափը տեղափոխվել,
բայց ոչ ոք ինձ չի լսել։ Քեզանից բացի ոչ ոք ինձ բանի տեղ չի դրել երբեք։ Արդյոք ինձ կտեղափոխես մյուս ափը։ Ինչու՞ չէ, պատասխանում է խոհարարի օգնականը։ Ես քեզ կհատուցեմ, խոստանում է պառավը։ Լողում են մյուս ափը, եւ պառավը տղային բերում է իր քրոջ Տրոլուհու մոտ, որը ապրում էր հարևան սարում։ Գնում են նրանք ճանապարհով եւ պառավն ասում է. Հենց որ քույրս կհարցնի, թե ինչով հատուցեցի քեզ, ոչինչ մի խնդրիր։ Բացի հին սփռոցից, որը դրված է պահարանի ներքևի դարակում, դա հասարակ սփռոց չէ, այլ հյուրասեր։ Ինչ որ ուզես, ամեն ինչ կլինի։ Այդպես էլ լինում է։ Նրանք գալիս են նրանց սարը։ Հենց որ լեռան Տրոլուհին իմանում է, որ տղան օգնել է իր քրոջը, տղային ասում է. Խնդրիր ինչ որ ուզում ես։ Ինձ ոչինչ պետք չէ, ասում է խոհարարի օգնականը։ Բացի հին սփռոցից, որ պահարանի ներքևի դարակում է։ Կա չկա մեկը քեզ գլխի է գցել, ասում է լեռան Տրոլուհին։ Դե լավ, վերցրու սփռոցը։ Շնորհակալություն, ասում է տղան։ Նավը գնալու ժամանակն է։ Նավաստիների կիրակնորյա ճաշը պիտի պատրաստեմ արդեն։ Էй, դա քո գործը չի, ընդհատում է նրան պառավը։ Ճաշն ինքն իրեն կեպվի։ Եկ ինձ հետ։ Ավելի հարուստ պարգև կստանաս։ 100 տարուց ավելի ես նեղուցի մոտ սպասել եմ, բղավել, կանչել, բայց ոչ ոք ինձ չի լսել։ Քեզնից բացի ոչ ոք ինձ չի օգնել։ Պառավը նրան տանում է մյուս քրոջ մոտ, որն ապրում էր հարևան անտառում։ Գնում են նրանք ճանապարհով, իսկ պառավն ասում է. Հենց որ քույրս կսկսի հարցնել, թե ինչով քեզ պարգևատրի, ոչինչ մի խնդրիր, բացի հին սրից, այդ սուրը դրված է պահարանի միջին դարակում։ Այդ սուրը հասարակ սուր չէ, թե որ գրպանդ տնես, կդառնա դանակ, գրպանիցդ հանես, նորից կդառնա երկար սուր, եւ դա երկսայրի սուր է, եթե սև բերանով սպառնաս, բոլորը անկենթան վայր կընկնեն, եթե սպառնաս սպիտակ բերանով, բոլոր մեռածները կկենթանանան։ Ահա եւ գալիս են անտառ։ Հենց որ անտառի Տրոլուհին իմանում է, որ նա իր քրոջն օգնել է, ասում է. Խնդրիր ինչ որ ուզում ես։ Ինձ ոչինչ հարկավոր չէ, ասում է խոհարարի օգնականը, բացի հին սրից, որ պահարանի մեջտեղի դարակում է։ Կա չկա, քեզ մեկը գլխի է գցել, ասում է անտառի Տրոլուհին։ Դե լավ, վերցրու սուրը։ Շնորհակալություն, ասում է տղան։ Ժամանակն է նավ գնալու։ Դեռ կհասցնես, ընդհատում է նրան պառավը։ Եկ ինձ հետ, ես քեզ ավելի հարուստ պարգև կտամ։ Ավելի քան 100 տարի ես նեղուցի մոտ սպասել եմ, բղավել եմ, կանչել եմ, բայց ոչ ոք ինձ չի լսել։ Քեզանից բացի ոչ ոք չի արձագանքել։ Պառավը տղային տանում է իր 3-րդ քրոջ մոտ, որն ապրում էր հարևան ճահճում։ Գնում են նրանք ճանապարհով, իսկ պառավն ասում է. Հենց որ քույրս սկսի հարցնել, թե ինչով պարգևատրի քեզ, ոչինչ մի խնդրիր, բացի տատիկի հին երկարանից։ Դա դրված է պահարանի վերին դարակում։ Այդ երկարանը հասարակ չէ։ Հենց որ մեկը հիվանդանա, բավական է, որ վերցնես ու սկսես երգել։ Հիվանդությունն ասես չի էլ եղել։ Եվ ահա նրանք գալիս են ճահիճ։ Հենց որ ճահճի Տրոլուհին իմանում է, որ տղան օգնել է իր քրոջը, ասում է. Ինչ որ ուզում ես, խնդրիր։ Ինձ ոչինչ պետք չէ, ասում է խոհարարի օգնականը, բացի տատիկի հին երկարանից։ Անպայման քեզ մեկը գլխի է գցել, ասում է ճահճի Տրոլուհին։ Դե լավ, վերցրու երկարանը։ Շնորհակալություն, ասում է տղան։ Հիմա արդեն ժամանակն է նավ գնալու։ Դե մնաք բարով։ Այսպես նա հասնում է նավին, իսկ նավաստիները դեռ տոնավաճառում են լինում։ Այդ ժամանակ որոշում է փորձել սփռոցը ու տեսնել, թե ինչի է դա պիտանի։ Եվ եթե պառավը չի ստել, ուրեմն հարկավոր է սեղան բացել ճաշի համար։
Տղան սկզբում բաց է անում սփռոցի միայն մի ծայրը։ Նայում է, էլ ինչ ասես, որ չի լինում սեղանին։ Էլ քաղցրավենիք, կեր ինչքան կուզես, էլ խորտիկներ ու ամեն տեսակ աղանդներ, էլ տեսակ խմիչքներ։ Տղան ամեն մեկից մի կտոր համտես է անում, իսկ մնացածը Շանն է ուտեցնում։ Սա ուտում է տրաքվելու չափ ու պառկում քնելու։ Նավաստինները վերադառնում են տոնավաճառից, իսկ նավապետը հարցնում է. այդ որտեղ է այս շունն այդպես կուշտ կերել։ Այնքան է կերել, որ փորն ուռել ու հաստացել է, ու այնպես է փռվել, ասես շատ գեր շուն լինի։ Ես դրան միայն ոսկորներով եմ կերակրել, պատասխանում է խոհարարի օգնականը։ Կեցցես տղաս, Շանն էլ չես մոռանում, գովում է նրան նավապետը։ Տղան սեղանին է փռում հյուրասեր սփռոցը, եւ մեկ էլ հանկարծ սեղանը լցվում է ամեն տեսակ կերակուրներով ու ուտեստներով, քաղցրավենիքներով ու խմիչքներով, էլ գարեջուր, էլ գինի։ Նավաստիները դեռ երբեք այդպիսի քեֆ չէին արել։ Տղան ուզում է նաև սուրը փորձել։ Նա մնում է Շան հետ մենակ։ Շանը սպառնում է սրի սև բերանով, ու շունը ուշաթափ ընկնում է տախտակամածին։ Սուրը շրջում է ու սկսում է թափահարել սպիտակ բերան։ Շունը իսկույն կենդանանում է ու սկսում պոչը շարժել։ Բայց այ երկարանը առայժմ չի կարողանում փորձել։ Լողում են նրանք, շատ երկրներ անցնում, ամենուր հաջողություն են ունենում, բայց ահա մի անգամ մի ահռելի փոթորիկ է բարձրանում։ Շատ են թափառում նրանք ծովում, ու վերջապես փոթորիկը դադարում է, եւ նավը խարիսխ է գցում օտար երկրի անհայտ ափերին։ Ոչ ոք չի իմանում, թե դա ինչ երկիր էր, բայց բոլորն իմանում են, որ երկրում մեծ դժբախտություն է պատահել։ Այդ երկրի թագավորի աղջիկը հիվանդացել է։ Մի անգամ նավաստիները հավաքված են լինում տախտակամածին։ Այստեղ է գալիս թագավորն ու հարցնում. արդյոք չի կարող որևէ մեկը բժշկել արքայադստերը։ Ով կարող է։ Մեզ մոտ բժիշկ չկա, միաձայն պատասխանում են նավաստիները։ Իսկ տախտակամածին հավաքվածներից բացի նավում էլ ուրիշ մարդ չկա, հարցնում է թագավորը։ Դե այստեղ մի քրչոտ տղա էլ կա, ասում են նավաստիները։ Կանչեք նրան այստեղ, հրամայում է թագավորը։ Շուտով տախտակամած է գալիս խոհարարը։ Գուցե դու կպուժես արքայադստերը, հարցնում է թագավորը։ Ինչու՞ չէ, պատասխանում է խոհարարը։ Հենց որ նավապետը դա լսում է, այնպես է բարկանում այս ու այն կողմ նետվում, ասես կուպրի ափսեի մեջ ընկած կոյնաբդիր լինի։ Վախենում է, որ տղան իր գլխից մեծ գործ է բռնում եւ չի կարող տակից դուրս գալ։ Եվ ահա թե ինչ է ասում նա թագավորին. ձերդ մեծություն, չարժե երեխայական ճառերին ուշադրություն դարձնել։ Ոչինչ, ասում է թագավորը, տարիների հետ եւ խելքը կմեծանա, իսկ պատանին էլ տղամարդ կդառնա։ Քանի որ խոհարարը հանձն է առնում արքայադստերը բուժել, թող փորձի իր ուժը։ Շատ ցանկացողներ են եղել, բայց հետո հրաժարվել են։ Տղան վերցնում է իր երկարանն ու թագավորի հետ գնում արքայադստեր մոտ։ Խոհարարը սկսում է երգել եւ թագավորի աղջիկը բարձրացնում է ձեռքը։ Երկրորդ երգն է երգում եւ աղջիկը անկողնում նստում է։ Իսկ հենց որ երրորդ երգն է սկսում երգել, արքայադուստրը ոտքի է կանգնում, ասես բոլորովին հիվանդ չի եղել։ Թագավորը շատ է ուրախանում, ու թագավորության հողերի կեսը պարգևում փրկարարին, եւ բացի դրանից տալիս է նաեւ աղջկան։ Լավ, համաձայնում է տղան, թող այդպես լինի։ Թագավորության հողերի կեսը կվերցնեմ, պետք կգա, չափազանց շնորհակալ եմ, բայց այ արքայադստեր հետ ամուսնանալ չեմ կարող։ Ես ուրիշին եմ խոսք տվել։ Եվ այդպես տղան մնում է այդ երկրում ու դառնում կես թագավորության տերը։ Բայց շուտով պատերազմ է սկսվում։ Տղան էլ գնում է պատերազմ։ Մեծանում է նա, եւ հավատացեք ինձ, սրի սև բերանով հիանալի աշխատում է։ Իր ժողովրդին փրկում է հարևան թագավորի ճորտը դառնալուց։ Թշնամու ռազմիկները ընկնում են ճանճերի պես,
Թագավորի զորքը հաղթում է թշնամուն։ Այստեղ տղան սկսում է թափահարել սրի սպիտակ բերան։ Բոլոր մեռածները կենդանանում են եւ անցնում թագավորի ղեկավարության տակ։ Ախր տղան նրանց կյանք էր պարգևել։ Միայն թե հիմա էլ զորքը դառնում է անթիվ ու անհամար, իսկ ուտելիքը քիչ է։ Թագավորն իհարկե նրանց եւ ուտելիք եւ գարեջուր կտար, բայց երկրում ոչ ուտելու բան է լինում եւ ոչ էլ խմելու։ Տղան ստիպված է լինում հանել հյուրասեր սփռոցը եւ այլևս ոչ մեկը որևէ բանի կարիք չի ունենում։ Բոլորը կուշտ ուտում են եւ այնքան խմում, որ հարբում են։ Տղան թագավորի մոտ մնում է մի տարի, 2 տարի եւ հետո հանկարծ սկսում է կարոտել քաղաքագլխի աղջկան։ 4 նավ է հանդերձում ու լողում դեպի Տրոնհեյմ, ուր ապրում էր քաղաքագլուխը։ Նավերը մտնում են Տրոնհեյմի ծովախորշը եւ նավապետերը սկսում են թնդանոթ կրակել։ Քաղաքն այնպես է դղրդում, որ ապակիների կեսը ջարդվում է։ Այդ ժամանակ գալիս է քաղաքագլուխը ու ինչ է տեսնում։ Նավերի հանդերձանքը թագավորական է, իսկ նավերի տերը շատ շքեղակնված մի երիտասարդ։ Այդ երիտասարդի հագուստը վերևից ներքև ոսկով էր։ Քաղաքագլուխը հրավիրում է անծանոթ մեծատողմիկ աստիճանավորին։ Ասում է. «Համեցեք ինձ մոտ ճաշի»։ «Սիրով», պատասխանում է նա։ Գալիս է շուտով քաղաքագլխի տուն։ Նրան նստեցնում են սեղանի մոտ։ Քաղաքագլխի աջ կողմում նստում է աղջիկը, իսկ ձախ կողմում կինը։ Բոլորը նստած զրուցում են, ուտում, խմում։ Տղան հարմար պահ է ընտրում եւ մատանու կեսը գցում քաղաքագլխի աղջկա գավաթի մեջ, այնպես որ բացի նրանցից ոչ ոք չի նկատում։ Իսկ աղջիկն իսկույն ամեն ինչ հասկանում է ու սենյակից դուրս գալիս, իբր խոհանոցում գործ ունի։ Եվ հենց դռան ետևում անմիջապես մատանու կեսերը միացնում է իրար։ Մայրը նկատում է, որ աղջիկը ինչ-որ բանի համար դուրս եկավ։ Հարմար պահ է ընտրում ու ինքն էլ դուրս է գալիս։ «Գիտես, մայրիկ, թե ով է մեր հյուրը», հարցնում է աղջիկը։ «Որտեղից իմանամ», պատասխանում է կինը։ «Նա, որին հայրիկը մի տուփ ծխախոտով էր տվել»։ Քաղաքագլխի կնոջ աչքերը սևանում են ու նա ուշաթափ ընկնում է։ Այդ ժամանակ դուրս է գալիս նաև ինքը, քաղաքագլուխը, եւ երբ լսում է, թե ինչ է պատահել, չի վշտանում։ «Կարիք չկա աղմուկ բարձրացնելու», ասում է տղան։ «Ես պետք է ամուսնանամ այն աղջկա հետ, որին համբուրել եմ դպրոց գնալու ճանապարհին»։ Իսկ քաղաքագլխի կնոջն ասում է. «Մի խորշիր աղքատ երեխաներից։ Ոչ մեկին հայտնի չէ, թե ինչ դուրս կգան նրանք, որովհետև մանչուկը մեծանում ու դառնում է տղամարդ, իսկ տարիների հետ էլ խելոքանում է նա»։